դուք ասում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, դուք հենց նոր խնդրում եմ նկատել, որ ընդդիմությունը հաստատեց, որ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Լավ, Հերիքա, հարգելի գործընկերներ, շարունակեք Տիկին Ղազարյան։ Ես առաջարկում եմ, որպեսզի դուք միանաք մեր նորոգման օրակարգին։ Հայ ժողովուրդը մեզ քվե է տվել, որովհետեւ մենք շարունակենք հայ Սուրբ Առաքելական եկեղեցու նորոգման օրակարգը։ Ես կոչ եմ անում, եթե դուք անհանգիստ եք հայ Առաքելական եկեղեցու ճակատագրով, միանալ այդ նորոգման օրակարգին։ Հակառակ դեպքում, ժողովուրդ, պետք է Նարեկ Կարապետյանը եւ գա այստեղ խոսի, թե այդ ինչ դավանանք է, որտեղ վեհափառը կարող է ունենալ զավակ։ Թող գա եւ ասի, այդ ինչ դավանանք է, որտեղ մենք նման բան չենք նկատել։ Քաղաքացիական պայմանագիրը անցալով Ռուբեն Ռուբինյանի թեմայի մեջ մնալու կոչին քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Բրավո, քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ, եկեք խաղանք ես խաղը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ Ինչ թվում է Հերիքա, հարգելի գործընկերներ, շարունակեք Տիկին Վարդանյան։ Եվ սիրելի հայրենակիցներ, ներողություն, մանկապարտեզի նախապատրաստական կուրսի հերթական բանին Տիկին Վարդանյան, ներողություն, Տիկին Վարդանյան, ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, այստեղ բոլորը շատերը երիտասարդ են, բայց ոչ ոք մանկապարտեզից չի այդտեղ ձեր խմբակցությունում եւ ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, շարունակեք ձեր ելույթը, շարունակեք ձեր ելույթը։ Կթողեք շարունակեմ։ Հիմա լրություն։ Ես իսկապես ուզում եմ մեկ-մեկ դուք ձեզ կողքից նայեք ու պատկերացնեք ուր եք հասել, պատկերացնեք ինչքան եք նմանվել բոլոր են իրականությունից կտրված իշխանություններին, ում թվում էր, որ իրենք հավերժ իշխանության են, երբեք իշխանությունը չեն կորցնելու, միշտ իրանց տերապետության տակ ունենալու են ուժայիններին, ու իրենց թույլ էին տալիս շատ ավելի պակաս, քան դուք, բայց արժանացան այն բախտին, որին արժանացան։ Ես չգիտեմ դուք երբ կհասկանաք, որ այստեղ եք հասել ուղղակի, բայց երևի իշխանությունը կտրում է գետնից իսկապես, ամբողջական իշխանությունն էլ երևի ամբողջապես է կտրում։